Իրելի ներկա ու ապագա գարեջրասերներ, այսօր էլի խմելու օր է, բայց այսօր խմելու ենք բալի գարեջուր, բաժանել ենք բալի գարեջուրը երկու մասի, կրիկներ, որոնք պատկանում են բերլեգական լամբիկ խոշոր տեսակի, իրանք վայրի խմորասնկով արտադրվող գարեջրեր են եւ չերի էյլեր, որոնք այսպես ասած դասիրակված խմորասնկերով պատրաստված գարեջրեր են, Չացինք, Ռոդենբախ, Ալեքսանդր Բավականին կայուն խիտ փրփուր ունի, գույնը շատ մուգ է, մի բան էլ բալի գույնից մուգ է, թթու հոտ է գալի բավականին, թթու համ ունի, շատ քիչ քաղցր հետհամով ֆանտաստիկ գարեջուր, 3/4-ի բալն է, 6.5% ալկոհոլայնությամբ, վառ արտահայտված բալի հոտով, թթու քաղցրությունը շատ քիչ է ստեղ ու գարեջրի դառնության հետ համով։ Մյուսը աշխարհահռչակ Պետրուս ընկերության Red գարեջուրն է 8.5% ալկոհոլայնությամբ, շատ մուգ է, հոտը, բալ կա, դա ոչ կորիզի համ։ Լավ քաղցր է, ժողովուրդ, ու ալկոհոլայնությունը զգացում է ասենց կոկորտի հետ համար։ Մյուսը Darget-ի չերի էյլն է 5% ալկոհոլայնությունը։ Քաղցրությունը շատ քիչ է, թթությունն էլ է քիչ, ինքը ավելի շատ գարեջրային է, ջերի շուֆ 8% ալկոհոլայնությամբ, էլի շատ բարձր է ալկոհոլայնությունը, հոտը թույլ է, вообще բալի հոտ չի գալի, ոնց որ բալու պես, շատ քաղցր է։ Անցնենք կրիկներին, ժողովուրդ, Timmermans ընկերության լամբիկ գարեջուրն է, իր ալկոհոլայնությունը բավականին ցածր է, 4.5։ Վայրի խմորասնկի թթվաշությունը սենց տալիս է, ես պաշտում եմ թթու գարեջրեր, ես ճիշտով քաղցրություն համարյա չկա, ոնց որ քացախոտ գարեջուրի, բայց ես շատ եմ սիրում։ Սա գրիգ բուն, էլի բելգիական գարեջուր է, այս ավելի ցածր 4% ալկոհոլայնություն ունի։ Մեր գարեջուրը այսքան նախորդներ։ Գրիգ Max, էլի բելգիական գրիգ է, քաղցր է, էլի ոնց որ հասած բալուտ ես, բայց թթվաշությունն էլ է խփում։ Վերջում ասեմ իմ սիրածը որն է, պաշտում եմ Timmermans-ը, շատ շքեղ գարեջուր է, թթու գարեջուր։ Սենց փորձարկումներ շատ ենք անելու։